Խնդալուկ տեքստեր ես եմ հորինել։ Առաջին խնդալու բան տեքստ։ Կողոպտիչը մութ փողոցում ատրճանակով սպառնում է մի անցորդի ու բղավում. «Դրամապանակդ կամ կյանքդ»։ Գիտեք ինչ, զայրանում է անցորդը, ես հաճույքով թույլ կտամ, որ կողոպտեք ինձ, բայց բղավել երբեք։ Այսինքն խնդալու ինչ-որ մի բան։ Երկրորդը. ես անչափ երազում էի ծովային դառնալ, իսկ ինչու չդարձակ, որովհետև բնավորությամբ անփույթ ու ցրված մարդ եմ։ Աստված գիտե, թե ինչեր կանեի նավի վրա, հավանաբար բաց կանեի այն ծորակները, որոնք միշտ փակ պետք է մնային, կամ կփակեի նրանց։ Այն ծորակները, որոնք միշտ փակ պետք է մնային, կամ կփակեի նրանց, որոնց բաց մնալը խիստ անհրաժեշտ էր։ Մի խոսքով կանեի այնպիսի բաներ, որոնք բնավ պետք չէին։ Իսկ դուք հիմա ինչո՞վ եք զբաղվում։ Դեղագործ եմ։ Երրորդը. մայրիկ, ինչ են անում մարդիկ շարքից դուրս եկած իրենց հին ավտոմեքենաները, վաճառում են հայրիկիդ։ 4. Պարոն Բաուխ, ամուսնալության համար դուք դիմել եք դատարան։ Այո, քաղաքացի դատավոր, բայց չէ որ դուք ձեր տիկնոջ հետ ապրել եք ուղիղ 20 տարի, ուրեմն ըստ ձեզ 20 տարվա տառապանքը քիչ է։ Ուղևորը տաքսու վարորդին. ասացեք, խնդրեմ, մինչև Վերսալ որքան պետք է վճարեմ։ 40 ֆրանկ։ Հին ժամանակներում ֆրանկ են ասում, ոչ թե դրամ։ Այդքան թանկ, եկեք տեղերս փոխենք, և ես ձեզ մեծ ուրախությամբ 20 ֆրանկով կտանեմ։ 5. Ամուսնանալուց հետո ես վերակույտ կոճակները դու կարում, սխալվում ես, սա կնոջս վերարկուն է։ Ես մի այնպիսի գյուտ եմ արել, 6. Ես մի այնպիսի գյուտ եմ արել, որով կարող ես պատի միջից նայել դուրս, իսկ ինչպես է կոչվում քո այդ հրաշալի գյուտը։ Պատուհան։ 7. Միջերկրական ծովում մի մարդ ջրի մեջ ինչ-որ բան էր փնտրում։ Ըստ երևույթին կարևոր բան եք կորցրել, հարցնում են նրան։ Այո, 3 Ատլանտյան օվկիանոսում ակնոցս ընկավ ջուրը, բայց չէ որ սա միջերկրական ծովն է։ Առանց ակնոցի կարծում եք հեշտ է տարբերել։ 8. Հանդիպում են երկու բժիշկ, և նրանցից մեկը մյուսին պատմում է, թե ինչպես է իր բուժած անհույս հիվանդը, որը պետք է անպատճառ մահանար, հանկարծ առողջացել է։ Այդ փաստը նորից ապացուցում է այն ճշմարտությունը, որ եթե հիվանդը ցանկանում է Հանդիպում են երկու բժիշկ, և նրանցից մեկը մյուսին պատմում է, թե ինչպես էր իր բուժած անհույս հիվանդը, որը պետք է անպատճառ մահանար, հանկարծ առողջացել է։ Այդ փաստը նորից ապացուցում է այն ճշմարտությունը, որ եթե հիվանդը ցանկանում է առողջանալ, նույնիսկ բժշկությունը անզոր է հակառակն անել։ 9. Երկու թափառաշրջիկ զրուցում են. ես երազում եմ
1 միլիոն կրոն ունենալ, ասում է նրանցից մեկը, իսկ երբ ունենաս կեսը կտաս ինձ, հարցնում է մյուսը, իսկ ինչու տամ, դու էլ երազիր։ Եվ վերջինը 10-րդը։ Դու ինձ սիրում ես, հարցնում է աղջիկը, դե իհարկե գուրովանքով պատասխանում է տղան, իսկ երբ ենք ամուսնանալու, շատ վատ բնավորություն ունես, դժգոհում է տղան, ամենահետաքրքիր խոսակցության պահին իսկույն թեման փոխում ես։ Всё, ժողովուրդ ջան, իսկ 11-ը կլինի, ուրեմն ժողովուրդ ջան, հաջորդ մասը կլինի 10, այս վիդեոն 10 լայք և 2 նոր բաժանորդներ։ Շնորհակալություն։